Վաղը լրանում է նոյեմբերի 9 եռակողմ հայտարարության 5 տարին։ Հիմա պետք է որոշվեր ռուս խաղաղապահները շարունակելու են մնալ Արցախում ապահովելու բնակչության անվտանգությունը։ Բայց դեռ անցած տարվա ապրիլին վերջին ռուս խաղաղապահը դուրս եկավ Արցախից հայաթափումից կես տարի անց։ Այսօր Ալիևը Ադրբեջանում թուրք ու պակիստանցի գործընկերների հետ նշում է այսպես կոչված հաղթանակի օրը։ Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան Արման Բադալյանը մեր երկրորդ տաղավարում է։ Բարի երեկո Արման։ Բարի երեկո Լիլիթ։ Ալիևը կարծես թե այսօր հայտարարել է, որ առաջին անգամ պակիստանցի զինծառայողներ են մասնակցում շքերթին։ Այո, հատկապես հատկանշական է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությունը զորահանդեսին, այն պատճառով, որ ցուցադրվելու են զորահանդեսի ժամանակ պակիստանյան արտադրության կործանիչներ Ադրբեջան-Պակիստան բարեկամության սիմվոլով, ինչպես իրենք են նշում։ Զորահանդեսի տեսանյութում երևում է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշների կողքին դրված է նաեւ Պակիստանի դրոշը, ինչը ենթադրում է, որ Ադրբեջան, Պակիստան, Թուրքիա տարածաշրջանային ռազմական համագործակցությունը թևակողել է նոր փուլ։ Արման, բայց կարծես թե բացի տարածաշրջանային նոր ռազմավարական համագործակցությունը, Ալիևը ուզում է ադրբեջանական բանակը համապատասխանեցնել նատոական չափանիշներին, ինչպես հայտարարեց այս շաբաթ։ Բայց այդ ճանապարհին նրան այնուամենայնիվ խանգարում է ԱՄՆ կոնգրեսի 907-րդ բանաձևը, որն արգելում է զենք վաճառել Ադրբեջանին։ Փորձում է Բաքուն ազատվել կոկորդում խրված այդ ոսկորից։ Այո Լիլիթ, այդ բանաձևը տարիներ շարունակ Ադրբեջանի համար եղել է բարոյական արգելք եւ հիշեցրել է պատերազմի, ուժի գործադրման, շրջափակման հետևանքների մասին։ Փաստորեն, եթե այդ բանաձևի արգելքը հանվի, Ադրբեջանը կստանա Միացյալ Նահանգների կողմից տեխնոլոգիական եւ ռազմական աջակցություն եւ միևնույն ժամանակ նաեւ լեգիտիմացման հավաստագիր իր տարածաշրջանային հավակնությունների համար։ Այս շաբաթ նկատվում էր, որ Բաքուն փորձում է Վաշինգտոնին համոզել, որ ինքը ոչ միայն պարզապես պետություն է Հարավային Կովկասում, այլև կարող է Վաշինգտոնի համար դառնալ տարածաշրջանային ռազմավարական գործընկեր։ Բաքուն ասում է հետևյալը. ես միակ մուսուլման երկիրն եմ, որը լավ հարաբերություններ ունի թե Թուրքիայի, թե Իսրայելի հետ եւ զուգահեռաբար նաեւ խորացնում է իր հարաբերությունները արաբական աշխարհի հետ։ Եվ եթե Վաշինգտոնը ասում է, որ մենք ուզում ենք տարածաշրջանում խաղաղություն, ապա Բաքուն էլ պատասխանում է, որ մենք կարող ենք լինել այդ կայունության կապող օղակը։ Միևնույն ժամանակ Բաքուն փորձում է հետևյալը հասցնել վերջնականապես Վաշինգտոնին, որ եթե ուզում եք ազդեցության մեծացում Մերձավոր Արևելքում եւ Կասպյան շրջանում, առանց մեզ դա չի ստացվի։ Եվ ուրեմն հանեք 907 բանաձևի արգելքը եւ մենք կսկսենք աշխատել որպես գործընկերներ։ Արման, մեկ այլ թեմայի էլ անդրադառնանք, այս շաբաթ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հոբելյանական նիստում Ալիևի ելույթից մամուլի գլխագրերում հայտնվեց հիմնականում Սևանա լճի վերաբերյալ նրա հայտարարությունը։ Արդյոք մեզ համար վտանգ ներկայացնող այլ հայտարարություններ չեն հնչել այդ օրը։ Իրականում եղել են Լիլիթ, Վաշինգտոնյան համաձայնություններով հայ-ադրբեջանական խաղաղության մասին խոսող Ալիևը այդ օրը իրականում այլ պատճառով էր գնացել գիտությունների ազգային ակադեմիա, եթե փորձենք հակիրճ ներկայացնել, Ալիևը գիտնականների առաջ այդ օրը դրեց քաղաքական ռազմական խնդիր։ Ալիևը գիտակցում է, որ ադրբեջանցի երիտասարդների մոտ կա խնդիր Ադրբեջանի գաղափարախոսության հետ կապված եւ Ալիևը գիտնականներին փաստորեն հանձնարարեց, որպեսզի նրանք ստեղծեն նոր, բնականաբար կեղծված գիտական աշխատություններ, թռուցիկներ, քարտեզներ եւ ուսումնական նյութեր, որով ադրբեջանցի երիտասարդները կգիտակցեն եւ կհասկանան, որ Հայաստանի որոշ տարածքներ պատմականորեն պատկանում են Ադրբեջանին եւ նման կերպ վերադարձի գաղափարը կընկալվի որպես բնական եւ արդարացված։ Փաստորեն Ալիևը ընկալում է, որ իր որդեգրած գաղափարախոսությունը ընկալելի չէ ադրբեջանցի երիտասարդների համար եւ հույս ունի, որ գուցե այս ճանապարհով կկարողանա ստանալ նրանց գաղափարական աջակցությունը։ Շնորհակալություն Արման, սիրելի հեռուստադիտողներ, Հայլուրի երկրորդ տաղավարից մեզ էր միացել մեր տարածաշրջանային վերլուծաբան Արման Բադալյանը։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։